է եւ արցախցիները իր բաններն են ասում, պետք է տնավորվեն Հայաստանին եւ Հայաստանի իշխանությունները, Հայաստանի կառավարությունը բազմաթիվ ծրագրեր են անում, որպեսզի նրանց տնավորման այդ գործընթացը ապահովի։ Դուք ասում եք, որ որևէ կապի չեք կարողանում դուրս գալ, բայց մենք կներեք ձեր կողմից չենք էլ տեսնում այսպես ագրեսիվ մի քիչ, հա, նաեւ հայտարարությունների տեսքով կլինի, պահանջատիրական կլինի, որովհետև փաստորեն նա հայտարարել է ի պաշտոներ եւ այսպես բաց է մնացել հակառակ դաշտը։ Դուք իմ կարծիքով պիտի ավելի այսպես հետեւողական լինեք, շատ ավելի նախահարցակ լինեք, որ ասել ես հիմա արա։ Չէ՞ որ այս մարդիկ ոչ մի շանս չունեն այստեղ գնալու եւ ուղղակի գոյություն են քաշ տալիս արդեն 3-րդ տարի։ Շատ կարևոր հարց է բարձրացնում, շնորհակալություն։ Նման հնարավորությունը օգտագործելով ասեմ, որ ինքս առաջին իսկ օրվանից շփվելով իրանց հետ, այն ժամանակ պետնախարար չէի, տեսնում էի նրանց վերաբերմունքը արցախցիների մասով, մի քանի փակագծեր կփորձեմ բացել։ Ես ինքս հակված եմ եղել, որ պետք է լինի հանրային ճնշում։ Այն ինչ տեղի ունեցավ մայիս-հունիս ամիսներին, երբ որ մենք հանրահավաք արեցինք, վրան տեղադրեցինք, որին հաջորդեց փոփոխությունները բնակարանային ծրագրում 150-ից ավել բնակավայրեր 3 միլիոնանոց գոտուց փոխվեց 4 միլիոն եւ 2 ամիս մեր հայրենակիցները 40,000 դրամ աջակցություն ստացան, թվերի տեսքով կարող եմ ասել մոտ 50,000 արցախցիներ ստացել են 40,000 դրամ աջակցություն, դա ստացվում է մոտ 4 միլիարդ դրամի աջակցություն։ Շատ հաճախ արցախցիները մեզ մեղադրում են, կարելի ասել, ինչու վրանը հանեցիք եւ այլն։ Եթե փողոցում լիներ 10,000-ի փոխարեն 20 կամ 30,000, վստահեցնում եմ ձեզ, որ մենք ավելի ամուր կլինեինք, մեր դիրքերը ավելի պինդ կլինեն եւ մեր այսպես բանակցությունները այլ ընթացք ունենային։ Ինքս հակված եմ, որ պետք է լինի հանրային ճնշում, սպասել, որ Հայաստանի կառավարության կողմից փոփոխություններ լինելու են, չեմ հավատում եւ առաջիկայում հանդիպելով տարբեր քաղաքացիների հետ ինքս որոշում եմ կայացրել, հաշվի առնելով նաեւ եղանակային պայմանները, մարտի վերջ կամ ապրիլին սկսել շարժում փողոցային տեղի կունենա հանրահավաք, որից հետո կհասկանանք ինչ կարող ենք անել, հաշվի առնելով մեր հայրենակիցների վիճակը, արտագաղթը, այսօր ունենք 20-25,000 հայրենակիցներ, ովքեր արտագաղթել են, բայց վստահ եք չէ, որ եթե չլիներ ռուս-ուկրաինական հակամարտությունը, արցախցիների մեծ մասը այստեղ չէին լինի։ Այնտեղ եւս բազմաթիվ խնդիրներ կան եւ թղթերի հետ կապված, փաստաթղթերի հետ կապված շատերը գնում եւ հետ են գալիս, գնալու տեղ չունեն, մեղմ ասած։ Եվ հաշվի առնելով այդ հանգամանքը ինքս հարկ եմ համարում եւ պատասխանատվություն եմ իմ վրա վերցնում փորձել ինչ-որ բեկումնային վիճակ փոխել արցախցիների սոցիալական եւ ոչ միայն սոցիալական։ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի արցախցիների անունից հանդես գալու եւ Ղարաբաղյան մի ամբողջ ժողովրդի 88 թվականից սկսած շարժումը, որը գիտեք, չմտնեմ դետալների մեջ, ինչպեսի գին ենք մենք վճարել, նա իրավունք չունի ուղղակի հանդես գալու եւ փակելու Ղարաբաղի հակամարտության էջը։ Մտավախություն չկա, որ ձեր նկատմամբ սկսեն ինչ-որ իրավական գործընթացներ սկսել եւ կալանավորվեք արդյունքում, որովհետեւ ձեր նշած ժամանակահատվածը համալիրական ընտրությունների նախորդող շատ ակտիվ շրջան է եւ այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավորին եւ անհնարին լծակները կարող է գործի դնել, չեզոքացնելու այսպես ասած այն բոլոր վտանգները, որը կարող է սպառնալի։ Ինչ վերաբերվում է մտավախություններին, դա մտավախություն չէ, մեզանից յուրաքանչյուրը ստանձնելով այս պաշտոնը, եթե կարելի է դա պաշտոն ասել, պետք է հասկանալ ստեղծված իրավիճակում ինչերի միջով կարող է անցնել եւ ինքս պարտավոր եմ ուղղակի արցախցիների հարցը
օրակարգում պահել եւ ոչ միայն սոցիալական, ես շատ կարեւոր եմ համարում, իրավունքի հարցը պետք է մենք կարողանանք միջազգային հարթակներում բարձրաձայնել, ինչը Ադրբեջանը 30 տարի կարողացավ անել եւ ունենալով Հայաստանում այսպիսի իշխանություն բռնազավթեց Արցախը։ Մենք պետք է այդ հարցը միշտ պահենք օրակարգում եւ ինքս ստանձնելով այդ պատասխանատվությունը, ինչպես ասեցի, հանրահավաք կազմակերպելու եւ փողոցային շարժում անելու, եթե չստացվի, պատրաստ եմ նաեւ հրաժարականի դիմում ներկայացնել, կգան նոր մարդիկ, կաշխատեն այլ ձեռագրով, ինքս կարճած չեմ այս աթոռին, ես առաջին իսկ օրվանից, երբ որ առաջարկություն եղավ պետական նախարարի պաշտոնը ստանձնել եւ հասկացել եմ գինը եւ իմ ընտանիքի ինչերի միջով կարող ենք անցնել, ինչ վերաբերվում է հետապնդումներին, քիչ չեն, ես շատ հաճախ իմ անձնական խնդիրների մասին չեմ խոսում, բայց ստեղծել եմ մի իրավիճակ, որ հնարավորություն չեն տալիս օրենքի շրջանակներում ինչ որ աշխատանք կատարելու, որպեսզի քո ընտանիքը կարողանաս պահել եւ այստեղ ծառայություն մատուցես քո հայրենակիցներին։ Եվ մեկ կարևոր պատմությամբ եմ ուզում ձեզ հետ կիսվել, ինչ որ ես դրա մասին չեմ խոսել, մոտ 1 ամիս առաջ պատահական Աբովյան փողոցում երեկոյան ժամերին էր հանդիպում եմ Արայիկ Հարությունյանի հետ, պատահական Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի եւ ինքս չէի կարող անտարբերանալ ներկայանալուց հետո բնականաբար որից ռեակցիա չի եղել իմ այն հարցադրմանը որ առանց տեսախցիկների ենք եւ երկու տղամարդ զրուցում ենք ինչն է ստիպում ձեզ այսպիսի սոցիալական խնդիրներ ստեղծել արցախցիների համար հաշվի առնելով շոկայական գները Հայաստանում ինչպես կարող են 1-ից 3 հոգանոց ընտանիքները կարողանան բնակարաններ ձեռք բերել։ Եվ այսպիսի հարցադրմանը իզարմանքս ինձ պատասխանը եղել է այն, որ ինչ է արցախցիներն ուզում են Երևանի կենտրոնում ապրեն, ուղղակի ասելու բան չունեմ եւ երբևիցե մեզանից նման խոսակցություն, նման հայտարարություններ չեն եղել։ Մենք տարբեր հանդիպումների ժամանակ առաջարկել ենք մարզերում ստեղծել, կառուցել բնակարաններ, որպեսզի արցախցիները համատեղ ապրեն, պահպանելով մեր բարբառ ավանդույթները, եւ այդ հարցադրմանը եւս պատասխանել է, որ ուժ է գեներացվում։ Հակադարձելով, որ Սյունիքում սյունեցիներն են ապրում կամ Շիրակում Շիրակի ժողովուրդն է, պատասխանը եղել այն, որ նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, մի խոսքով տհաճ խոսակցություն ենք ունեցել, որից հետո բաժանվել ենք։ Ինձ համար պարզ է, որ սպասել Հայաստանի կառավարությունից փոփոխություններ, ինչու եմ ես անընդհատ նշում սոցիալական խնդիրները, որովհետև դրանք փոխկապակցված են մեր իրավունքների հետ։ Պարզ է, չէ, որ Հայաստանում եթե չլինեն արցախցիներ, իրավունքի հարցը մենք առաջինը պետք է բարձրաձայնենք։ Դուք երբևիցե հանդիպել եք մեր հայրենակիցների, ովքեր կխոսեն Նախիջևանի վերադարձի մասին, որտեղ այդ մարդիկ լքել են մեր հայրենիքը։ Եվ ես չեմ ուզում, որ մեր սերունդները նույնը խոսեն Արցախի մասին։ Մենք տեսնում ենք աշխարհաքաղաքական իրավիճակը շատ արագ եւ կտրուկ փոխվում է, ուղղակի պետք է զգոն եւ պատրաստ լինել ցանկացած սցենարի։